Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի հավատամքը ճշմարտացիությունն է, արդարամտությունն ու անկողմնակալությունը։ Ես Վայ Ղազարյանս ու գործընկերներս այդ չափանիշներով ենք փորձում հաղթել անօրինականությանը, ամենաթողությանն ու անհանդուրժողականությանը։ Հակառակ դեպքում չկա նպատակ, հետևաբար նաև գործունեություն։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 80 երկրում դպրոցականների սննդապահովման ծրագիր է իրականացնում։ Դրա շրջանակում ձեռք բերված սննդամթերքը բաշխվում է շահառու դպրոցներին։ 2010-ից ծրագիրն իրականացվում է նաև Հայաստանում, սնունդ է ստանում 6 մարզի մոտ 50,000 աշակերտ։ Տարրական դասարանցիներին սնունդ էր տրամադրվում նաև խորհրդային տարիներին։ Այսօր ևս ծրագիրը հրատապ է, քանի որ թիրախը սոցիալապես խոցելի տարածաշրջանների բնակիչներն են։ Սակայն վերջին շրջանում տեղեկատվություն տարածվեց, որ ծրագրի շրջանակում դպրոցներին տրամադրվում է հարստացված ալյուրից պատրաստված հաց։ Որոշեցին անդրադառնալ խնդրին, մանավանդ որ հարստացված հացամթերքի օգուտի ու վնասի հարցը դեռ քննարկվում է։ Սակայն կարևորեցին ոչ այնքան այդ փաստը, որքան հանգամանքը։ Դպրոցականների ծնողները տեղեկացված չեն այդ մասին։ Չէ որ չի բացառվում, որ սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչներ ուղղակի չցանկանային, որ երեխան օգտվի այդ սննդից։ Փորձեցին գտնել ծրագրի իրականացման պատասխանատուներին, դիմեցին կրթության ու գիտության նախարարություն, որը ՄԱԿ-ի կայքում նշվում է որպես կայուն դպրոցական սնունդ ծրագրի գործընկեր, խոսեցինք դպրոցների տնօրենների հետ։ Ի վերջո հասկացանք, թե ինչու ծնողները տեղյակ չեն ալյուրի հարստացման մասին։ Մանրամասները Շուշանիկ Միրզոյանի «Հաց թե հացանման զանգված» տեսանյութում։ Կայուն դպրոցական սնունդ ծրագրով ներկրվում և տարրական դասարանների երեխաներին է տրվում հարստացված ալյուրից թխված հաց։ Պարենի համաշխարհային կազմակերպության այս ծրագիրն իրականացվում է 6 մարզում, որտեղ, ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, կենսամակարդակը ցածր է։ Երեխաների զգալի մասն էլ թերսնված, այնպես որ վիտամինացված սննդի կարիք կա։ Հարստացվում է երկաթով, ֆոլաթթվով, ցինկով և 2 տեսակի վիտամիններով։ Ծնողներին այդ մասին պետք է տեղեկացնեին ծրագիր ներառված դպրոցների տնօրենները, նրանց էլ մարզպետարանները։ Այցելում ենք Արմավիրի մարզ։ Ծրագիր են ներառված 50 դպրոցներ և նախակրթարաններ։ Ինչպես պարզվում է, թե դպրոցների տնօրենները, թե Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետը ալյուրի բաղադրության մասին տեղեկացել են վերջերս լրատվամիջոցների հրապարակումներից։ Իրենք են բերում, իրենք են տրամադրում։ Դպրոցների հետ համակարգում ենք, որպեսզի այսքան ստացել են եւ այլն։ Առաքողը զանգում է, մենք այդ բեռնատար մեքենաներից բեռնաթափում ընդունում ենք։ Ու շփումը միայն լինում է այնքանով, որ ամսական հաշվետվություն էլեկտրոնային եղանակով մենք ուղարկում ենք։ Ինձ մի քիչ խուճապի մատնեց այդ նույն Facebook-յան էջերում կամ կարդալով, որ ինչպիսին է։ Հետո մի կողմից էլ այդ նույն աղբյուրները հերքեցին, որ նման խնդիրներ չեն կարող առաջանալ։ Այստեղ ես հանել եմ կայքեջից ամբողջ նյութերը, պարկն է, որ Ռուսաստանից գալիս է, լոգոն։ Եթե դուք նայեք, ես էլ համաշխարհային Պարենի ծրագրի այս նույն լոգոն է, որի մեջ մենք արդեն ունենք ճշգրիտ տվյալներ, թե դեռ ինչով են հարստացված։ Տնօրեններին հուսադրում է այն, որ հաց թխում են փռերում, որտեղ ներկրված հարստացված ալյուրը կամ խառնում են տեղականին, կամ էլ օգտագործում այլ նպատակով։ Ալյուրը ուղարկում ենք փուր։ Ցույց կտակ այդ հացից հետո երբեք համ չեն գծվում, որևէ ոչ մի հակառակ շատ համեղ է։ Չէ, իրենք այդ ալյուրով չեն թխում։ Իրենք թխում են Բաղրամյանի ալյուրով, որովհետև հետո ճաշերի համար մեզ մի քիչ ալյուր էր պետք։ Ասացին մեր ալյուրից մի քիչ կտակ մեզ, ասացին ձեր ալյուրը չկա, մենք չգիտեմ ալյուրը վաճառում ենք, ինչ ենք անում։ ՄԱԿ-ը նման ծրագիր է իրականացնում աշխարհի 80 երկրում եւ ամենուրեք հարստացված ալյուր ու ձետ մատակարարում։ Թե դա ինչպես է ազդում երեխաների առողջության վրա, հայտնի չէ։ Այսօր փորձաքննություն ուսումնասիրություններ են իրականացվում, բայց առանց դրանց արդյունքների եւ երեխաների բուժզնման, ծնողների համաձայնության երեխաները հարստացված սնունդ են ստանում նաեւ այսօր։ Կազմակերպական ամբողջ գործառույթներ իրականացնում է Պարենի համաշխարհային ծրագիրը։ Փորձում ենք հասկանալ, թե Հայաստանում պետական որ կառույցն է ծրագրի գործընկերը։ Կա հայկական կողմի համաձայնությունը, որն էլ հաշվետու է քաղաքացիների առաջ։ Մեզ հետաքրքրում էր, թե ինչու այսօր, երբ հասարակությունը քննարկում է հարստացված ալյուրի հնարավոր օգուտի կամ վնասի հարցը, ծրագիր ներառվածները տեղեկացված չեն, որ երեխաներին տրվում է վիտամինացված հաց։ Այս խնդիրը իրենք լուծել են առանց ծնողին տեղյակ պահելու։ Ծնողները պարտավոր էին իմանալ, թե ինչ է օգտագործվում սննդում, առավել ևս, որ ցինկը եւ ֆոլաթթուն ալերգիկ են, ասենք կոսմետիկ միջոցներում, եթե ցինկ է օգտագործվում, հստակ նշվում է, ալերգիկ է։ Անկախ նրանից դա վտանգավոր թե վտանգավոր չէ, արդեն քրեական հանցանք է, որտեղ անչափահաս երեխային տալիս են սնունդ,
որը դեռ ազգային ժողով չի որոշել կարելի է թե չէ։ Հանրակրթական հաստատություններում հենց կրթության եւ գիտության նախարարությունն է պատասխանատու սննդի կազմակերպման համար։ Ծրագրի սկզբում այդ բոլոր հարցերը քննարկվել է կառավարության հետ։ Վերջերս մենք իմացանք այդ խոսակցությունների մասին համապատասխանաբար կա որոշակի գործառույթների պատասխանատվությունների շրջանակներ, հա, եւ սննդային անվտանգության հարցը գիտեք, որ կրթության նախարարության լիազորությունների շրջանակում չի, այնուամենայնիվ մենք դիմել ենք նաեւ Պարանի համաշխարհային ծրագրին, որպեսզի ավելի ամփոփ լրացուցիչ ինֆորմացիա ստանանք։ Առաջարկում են դիմել առողջապահության նախարարություն կամ էլ սննդի անվտանգության պետական ծառայություն։ Այս կառույցներում էլ մեզ ուղղորդում են կրթության եւ գիտության նախարարություն, նշելով, որ առողջապահության նախարարությունը սննդապահովման հետ չի առնչվում։ Իսկ սննդի անվտանգության պետական ծառայությունը կամ սահմանին ստուգում է մթերքի բաղադրության համապատասխանությունը փաստաթղթայինին, կամ էլ արդեն պատրաստված կամ օգտագործված սննդի որակը։ Այսքանով շղթան փակվում է։ Այդպես էլ հարցի պատասխանը չեն գտնում։ Հաշվետու ասելը մի քիչ ուրիշ բանով է հասկացվում, հա, ուրիշ կոնտեքստ ունի։ Ամենայն դեպս ինֆորմացիայով փոխանակում ենք, քանի դպրոցներում, քանի երեխաներ, որ մարզերում եւ այլն եւ այլն։ Նշենք, որ հանուն առողջ սննդի նախաձեռնությունը արդեն դիմել է քննչական կոմիտե, խնդրելով ուսումնասիրել ծրագրի համապատասխանությունը օրենսդրությանը եւ գնահատական տալ հայկական կողմի գործունեությանը։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ուշք ու միտքը կակաչներն են, այլ ոչ թե լուրջ խնդիրների լուծումը։ Անցնող շաբաթ նման եզրակացության է հանգել կայքերից մեկը, հրապարակելով մայրաքաղաքի աղտոտվածության մասին աղմկահարույց հոդվածներ։ Հենց դրանք էլ դարձան սեփական հետաքննություն անցկացնելու առիթ։ Ընթերցողները հավանաբար ցնցվել են տեղեկանալով Երևանի բյուջեով շրջակա միջավայրի պաշտպանության համար ծախսված աստղաբաշխական գումարների մասին։ Թեպետ ինչպես նշում են հոդվածների հեղինակները, քաղաքապետարանը առատաձեռն չէ այս առնչության մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հարցում, այդուհանդերձ միայն 2014-ին կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում ծրագրին հատկացվել է մոտ 1.5 միլիարդ, իսկ 2015-ի բյուջեով նախատեսված է մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամ։ 2014 թվականին ավելի քան 290 միլիոն դրամ է հատկացվել Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում ծրագրին, իսկ այս տարի քաղաքապետարանը նույն նպատակով մտադիր է ծախսել 312 միլիոն դրամ։ Ասել է, թե տարեստարի հարկատուների հաշվին ծախսվող գումարները ավելանում են։ Մի կողմ թողնենք հանգամանքը, որ սոցիալական նման ծանր պայմաններում դա մեղմասած ճոխություն է, փորձենք հասկանալ, թե որքանով են նպատակային ծախսվում այդ ահռելի միջոցները։ Բնապահպանները նշում են, որ ի հակադրություն ծախսված միջոցների, հողի մակերևույթի եւ օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մնալ, ու մի շարք շրջաններում սնդիկի եւ արճիճի պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանված նորմերը։ Իսկ մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության անդամների համոզմամբ հենց բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն է պատասխանատու բարձրահարկերի կառուցման նպատակով ապօրինի ծառայությունների թույլտվությունների համար եւ շարունակում է հովանավորել ծառերի չորացումը հանուն շինաշխատանքների։ Ներկայացնում եմ Նելի Հարությունյանի կանաչ տեսքով սև հոգով հետաքննությունը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից իրականացվող գարնանային ծառերի խորը էտից հետո մայրաքաղաքի շատ ծառեր մոտավորապես այս տեսքը ունեն։ Հիմնավորաբար շատերի վրա պետք է փակցնել նման գրություն, որպեսզի պարզ դառնա, որ սա ծառ է, կենդանի օրգանիզմ, ոչ թե ասենք սյուն։ Սա ներեցեք արտահայտությանս համար էտված ծառ է։ Այս մեկը եւս նման խոր էտի ենթարկված ծառերով ձևավորված է ողջ քաղաքամայր Երևանը։ Երբեմն սանիտարական հատուկների փոխարեն քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը այսուհետ խորհուրդ է տալիս կիրառել հենց խոր էտ եւ ձևավորում տերմինները։ Մեր հարցին ի պատասխան սույն վարչությունից պարզաբանում են, որ սեզոնային էտումներ իրականացվել են ծառերից չորացած, ցրտահարված, հիվանդ ու միջատներով վարակված ճյուղերը հեռացնելու նպատակով։ Ուշադրություն, խոսքը ճյուղերի մասին է։ Իրականում այդ աշխատանքից հետո համատարած մնացել են միայն ծառի բներ։ Ամեն ծառատեսակ պահանջում է յուրահատուկ էտ, արդեն երկար տարիներ է, որ Երևանում սա միայն նորություն չէ, էլի։ Վերջում սղոցում է։ Էտելու ձև կա, էտելու եղանակ կա, այնպես աշխարհում եթե եղել եք շատ տեղեր, ես բարեբախտաբար եղել եմ, մոտապես 10 մայրաքաղաքում, ես ոչ միտեղ այս ձև բան չեմ զգում, որ ծառերը այս ձև էտ են։ Չկա այդ ձև բան։ Կա մանր էտում ճյուղերի որոշակի չորացած ինչ-որ ձևավորում, բայց որ ծառը վերցնեն այդ մագարտակի 3-4 մետր հաստությամբ, բարձրությամբ կտրեն ուղղակի այդ համարեն խորը այդ առողջացման նպատակով, ունե բարեղեք դրա կողքը տնկեք նոր ծառ, եթե ինքը հիվանդ է արդեն։ Ունե մի 5 տարի հետո այն ծառը հանեք, կողքը նորը լինի։ Իրենք հիմնավորում են, որ թեղիները շուտ են հիվանդանում եւ այլն, դրա պատճառով պետքա խորը այդ կատարել, որպեսզի իրանք առողջանան, վերականգնվեն, որը էլի շատ վիճելի հարց է։ Նույնիսկ հիմա
Էտում են անգամ գիհիներն ու ասենք սոչիները, որը ընդհանրապես կարող եմ ասել իրոք մաքուր հանցագործություն է։ Հիմնավորումները դուք կարտացեք։ Էտը կատարելու հիմնական նպատակներից մեկն էր, որպեսզի ուրեմն Երևան լուսացույցերը ուրեմն նաև բացվեն շենքերի ճարտարապետական տեսքը։ Նորից ծառերը լրի որ կտրեն շատ հոյակապ Երևան, այ քիչ սիրուն շենքեր են։ Կարելի է կտրել։ Հակոբ Սանասարյանը գտել է խոր էդ տերմինի մեկնաբանությունը, որն ավելի բնորոշ է բնապահպանության վարչության գործունեությանը։ Եթե այդ գործը, ասենք 100 ծառ էտելու համար ընդունենք պետք է մի խմբի համար, ասենք մի 15-20 օր, որտեղ ամեն ճղի հարցով այդ կատարեք, հիմա այդ ամեն ինչը արագ սղոցում թափում եք, հասկանում եք, քիչ ֆինանսներ եք ծախսում, շատ քիչ, ավերում եք եւ ստանում եք բնափայտ։ Ըստ էության ամեն տարի ծառերը խորը էտ են կատարում, համարյա բոլոր ծառերը, դե սոսիներն ռիսկ չեն անում ձերտալ, այս դեպքում իրանք այնց ռիսկ արեցին։ Բնապահպան Լևոն Գալստյանի մատնանշած դեպքը ոսկու շուկայի դիմացի մոտ 1 մետր տրամագծով 60-70 տարվա սոսիներին է վերաբերում, որոնք վերջնականապես արմատախիլ են արվել օրերս։ Բայց ինչը չոր էր, հիվանդացած էր։ Ինքն ինձ ծառեր ոնց որ այն սոսին որ տեսնում եք, այն որը ապրում է 2000-ից 3000 տարի ըստ էության։ Այս ծառի վրա ուրեմն դերևս 2-3 տարի առաջ կիսլատա են լսում այլ տեսակի քիմիական նյութեր, որովհետեւ ինքը իրանք չորանան այս երկու ծառը, որովհետեւ հետո վերացնեն։ Տեսամ որ չի չորանում, այս տարվա սկզբին վերևի ճյուղերն են կտրեսկվից թողել են մենակ բունը, հետո էլ ըստ իրենց գրածի բնակիչների բողոքների համաձայն, քանի որ ինքը վտանգ է ներկայացնում կարող անգնի բնակիչների վրա, չգիտեմ որ բնակիչների եւ այն շենքի բնակիչների նկատի ունեն, ու այս երկու ծառը փաստորեն կտրել են այսքան ժողովրդի առաջ, իրական իմաստը երևի պետք է որպեսզի այս հաստատության դիմացը բացվի։ Այդքան բան, որովհետեւ ծառը խանգարում է իր այսպես կոչված ճարտարապետական տեսքին երևի։ Մեր նկարահանման ժամանակ սոսիների տեղում սալահատակման ակտիվ աշխատանքներ էին ընթանում, հսկայական ծառերի տեղում էլ տնկվել են աննկատ ողորկ շիվեր։ Սոսին դա հայկական սուրբ ծառ է ընդհանրապես։ Սոսի ծառը ոչ կարելի է կտրել, ոչ կարելի է էտել։ Բնապահպանի համոզմամբ ճիշտ նույն ճակատագիրն է սպառնում հակառակ մայթեզրի եւս երկու սոսիներին։ Ով է թույլատրել է սոսիները այս ձև էտել ու ինչ նպատակով ու պատճառով։ Այս կտրած այն նպատակով, որ ինքը հետո չաչի, հետո էլ մի օր որոշեն, որ ինքը խանգարում է կամ վտանգ է ներկայացնում, ինքը խանգարում է կոնկրետ այս բիզնեսին։ Օրինակ Փարիզում նույն այս սոսիներից կա, իրանք այդ սոսիներն հենց են էտում, որ իրանք նեղ են բարձրանում վերև ուղղակի, որ ոչ շենքին խանգարեն, ոչ խանգարեն փողոցին, ոչ էլ խանգարեն մնացած կոմունիկացիան, եթե կան այդ ձև բաներ, հա, բայց ոչ թե բռնում են ծառը 3 մետր բարձրությունից sense կտրում են ու ընդհանրապես իր կանաչ զանգվածը վերացնում են, չկա այդ ձև բան։ Իդեպ արմատախիլ արված սոսիների հարևանությամբ հենց բնակելի շենքի դիմաց կանգուն է մնացել այս չոր ու վտանգավոր բարդին, որը երևի պատահմամբ վիրիպել է բնապահպանության վարչության աչքից։ Այսպիսիք եզակի չեն։ Նաև նախորդ տարիներին խոր էտված ու այդպես էլ չվերականգնված ծառեր։ Եթե ծառը քաղաքում է եւ ոչ թե անտառում, նա մի քանի անգամ ավելի դանդաղ է աճում։ Սա կարելի է ծառ համարել, թե ճակատագիրը արդեն պարզ է։ Չէ, դրանցից մի քանիսը կարող է եւ վերակենդանանալ։ Ծառին նայում եք, պարզելու որ մասնագետ չի անցել սրանց կողքով։ Անտառագետը, բուսաբանը այսպեսի բարբարոսություններ չի անի։ Գյումրիում նույն վիճակն է։ Նույն բանը ականատես եմ եղել Գավառում, Իջևանում, սոսիները այս ձևի հատած էին էլի։ Ասենք կտրել են, մի հսկայական վերք է առաջացել, երբեմն հասնում է մինչև 40 սանտիմ տրամագծով։ Եվ այս վերքը մնում է բաց։ Դա անպայման պետք է ներկվի կամ որևէ բանով ծածկվի։ Շատ ժամանակ մենք ուղիղ կտրում ենք, ջուրը գալիս լցվում է այդ կոճղի վրա եւ այնտեղից կամաց սկսում է փչացնել ծառը։ Ամեն տարի նշում է որ մենք 30-40 հազար ծառ ու թուփ տնկեցինք ու sense բարձրացնում է գնացինք տնկեցինք, թող այդ 30-40 հազարը ծառից շատ բան չեմ ուզում 10,000-ը ցույց տամ վերջի 5 տարվա տնկած, որ իրանք տարել են ծառ գոնե այսքան։ Որովհետեւ ծառ տնկելը տնկելն ու թողնել գնալը չի։ Էս էլ են էտել ժամանակին մի քանի անգամ, հա, դրա համար ինքը չորացել է այս կողմը։ Քաղաքապետանի պաշտոնական կայքեջից տեղեկանում ենք, որ անցյալ տարի տնկվել է շուրջ 60,000 ծառ եւ թուփ, 2,200,000 ծաղկասածիլ, 700,000 վարդակակաչ։ Այս տարվա ծրագրում է էտել 25,000 ծառ, տնկել 54,000 ծառ ու թուփ, իսկ ծաղկային տարածքը հասցնել ավելի քան 7 հեկտարի։ Ծախսվող գումարների մասին 2014-ին կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում ծրագրին հատկացվել է 1 միլիարդ 597 միլիոն դրամ։ Այս տարվա բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 664 միլիոն։ Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում ծրագրին անցյալ տարի հատկացվել է 291 միլիոն 905 հազար դրամ, այս տարի 312 միլիոն 200 հազար։ Իրականում քաղաքը մենակ ծաղիկով չի։ Այն փողը, որ իրանք ծախսում են այդ ծաղիկների վրա, հա, ծաղիկները պետք է ծախսել անտառապաշտպան լուրջ շերտերի վերականգնման եւ ստեղծման համար, որ մենք առաջ ունեինք։ Երևի ծաղիկները աճեցնելու մեջ փող շատ կա, ես չգիտեմ, դրա համար են դրանով ավելի լուրջ զբաղվում։ Կար Դալմայի այգիներ, կար Շահումյանի այգիներ, կար մնացած այգիներ, այստեղ ոչ մեկը իրավունք չուներ
գործ կատարելու։ Քանի որ դա Երևան քաղաքի սեփականությունը չէին, բայց մյուս կողմից դա Երևան քաղաքի համար որպես այսպես թոք էր, մատակարարում էին թթվածին։ Թարմ օդ։ Ամեն տարի դու ծառայում ես, այն կանաչ զանգվածը, որ պետքա թթվածին արտադրի, պետքա փոշի կլանի, պետքա ինչ-որ նյութեր կլանի վնասակար, մենք չենք ունենում։ Քաղաքը իր ամբողջ թիմագիծը կորցնում է ոչ միայն կանաչ ճարտարապետության առումով, այլ ընդհանուր քաղաքաշինական։ Շատերն են հիշում Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքի շուրջ բարձրացած աղմուկը, չնայած դրան, ինչպես տեսնում եք, շենքի 6 հարկը արդեն վեր են խոյացել։ Իսկ բնապահպաններին մտահոգում է այն փաստը, որ շենքի տեղում 50-ից 60 տարեկան 2-3 ծառ է հատվել։ Չնայած քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից արդարանում են, որ ծառերը կտրելու թույլտվություն իրենք չեն տվել։ Կտրողները բնապահպանության նախարարության պետական տեսչության արձանագրության հիման վրա սահմանված կարգով ու չափով վճարել են տուգանքը։ Քաղաքապետարանի համապատասխան վարչությունում այսքանով լուր հաշտվում են փաստի հետ։ Փորձեք ձեր բակում առանց բնապահպանության վարչության թույլտվության մի բարակ շիվ կտրել։ Տեսեք, կհաջողացնեք անպատիժ մնալ։ Կտրում ենք ճյուղերը, ասացինք քաղաքապետարանից ենք, ես էլ ասում ենք ոչ թե ծառն ենք կտրում, այլ էտում ենք, ասում հələ էտի շրջան չի։ Պրոստը զգուշացեցին, որ կարան առանց իրենց տեղեկության տուգան։ Այսինքն եթե փորձում եք ծառը սիրունացնել, պետք է իրենց տեղեկացնել։ Եթե դուք փորձում եք ձեր հատում խոտ տնկեք, դուք իրենց զգուշացրեք, որ խոտ եք դնում։ Ինչքան էին պատրաստվում տուգանել։ Ես չեմ հիշում, բավականին 150,000 չէ։ Սա Նալբանդյան 106 հասցեում կառուցվող նոր էլիտար շենքն է։ Շինհրապարակի ցանկապատները հասնում են մինչև շենքերի մուտքեր, իսկ դրա վրայի գրառումները ամեն ինչ ասում են։ Ինչ է նշանակում վերցնել արդեն կառուցած 2-5 հարկանի շենքերի արանքում մի հատ 9 հարկանի շենք դնել, եթե այնտեղ որոշ տարածք կար, որտեղ պետքա երեխաները դուրս գային զբոսնեին։ Ծառներ կար, բան կար։ Ես մեծ ծառներ կլին տարան։ Մեծ եւի ծառներ են կլի։ Այս դրա նման։ Հա։ Իսկ շատ էին։ 8 կար։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից պարզաբանել են, որ Նալբանդյան 106 շենքի տարածքը մասնավոր սեփականություն է, որտեղ իրականացվող շին աշխատանքների հետևանքով ծառերը անդառնալի վնասվել են եւ հատվել մասնագիտական եզրակացության հիման վրա։ Քաղաքապետարանը դժբախտաբար արդեն իր համար օրենք ունի, որ կտրում են, ես օրինակ փաստեր ունեմ, հենց այգիներում ծառերը կտրել են, սրճարաններ են կառուցել, երբ որ դիմել եք նրանք թույլ են տվել ցես փաստաթուղթ, որ այդ ծառերը չորացած էին։ Ամառը եկել է, հա մենք քաղաքի մի լուրջ հատվածներում ուղղակի ունենք ամբողջովին վերածված կանաչ այդ ծառերի կանաչ շեր։ Իդեպ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ հատված ծառերի ճյուղերը վարչական շրջանների կողմից տրամադրվում են անապահով ընտանիքներին։ Իսկ մեր հարցադրմանը, թե քանի ընտանիք է արդեն ստացել փայտանյութ, բնապահպանության վարչությունից այդպես էլ չեն պատասխանել։ Նելի Հարությունյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրայնտուն։ Ասում են, երախտագիտությունը ամենից մոռաց կոտն է։ Գուցեև ճիշտ է, բայց ոչ խեղված ճակատագրեր էջի հերոսների դեպքում։ Նախորդ թողարկմանը պատմել ենք պատերազմի ժամանակ անհետ կորած ազատամարտիկի որդու 33-ամյա Նորայր Վերդյանի և նրա ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին։ Նշել ենք, որ հավատարիմ սերն է նրան օգնում հաղթահարել դժվարությունները, բայց չի կարողանում հաղթահարել պարապության բարդույթը։ Եվ ահա, եթերից հետո տասնյակ արձագանքեր ստացանք։ Մարդիկ պատրաստ էին օգնել այս ընտանիքին և օգնեցին։ Շատերը ցանկացան անհայտ մնալ, բայց ամենակարևորն այն է, որ Նորայրը աշխատանքի առաջարկ ստացավ։ Դա էր երազանքը։ Արդար աշխատանքով եւ ոչ թե ձեռք մեկնելով է ուզում ընտանիք պահել, եւ հենց նաեւ ազնիվ աշխատանքով է մարդը օրինակ դառնում զավակների համար։ Այժմ Տաթև Մեսրոպյանի բարոյական տառապանքները մոռացվում են։ Տեսանյութը։ Ազատամարտիկ Հրանտ Վերդյանի որդին Նորայր է, որը հորը եւ ավագ եղբորը կորցնելուց հետո ընտանիքի հոգսը տանում է ուսերին եւ դժբախտ պատահարի հետևանքով զրկվել է նաեւ ոտնաթաթից, չի կարողացել ոչ միայն իր եւ ամուսնալուծված քրոջ զավակներին հացով ապահովել, այլև բուժել ոտքը։ Սակայն առողջապահության նախարարությունը օգնության հասավ նաեւ այս ընտանիքին։ Նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է զբաղվել Նորայրի բուժմամբ։ Շատ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարին Արմեն Մուրադյանին, նա տեսնելով իմ վիճակը մի անգամից արձագանքվել է ու ինքը իր բոլոր աշխատակիցների զանգերով ասել է, որ գնամ ես անվճար բուժման։ Մինչև առեսօրը դենց բան չի եղել իմ հետ։ Առաջին արձագանքողներից էր նաև 15 թաղամասից Մայիսը, որը եկավ Նորայրի հետ ծանոթանալու եւ ոչ միայն գումար փոխանցեց, այլև ընկերություն առաջարկեց։ Մի փոքր քեզ օգնեց, սրտաց, Աստծո օրհնությունը կընտանիքին
ախպերս հալալակես։ Հուզվեցին, երբ բարերար Հերմինե Սարգսյանը տեղում պարզեց, որ Նորայրի հայրը իր հոր ազատամարտիկ Աշոտ Սարգսյանի մտերիմ ընկերն է եղել։ Այս ընտանիքին ոչ միայն հագու, սպիտակեղեն, սննդամթերք ու խաղալիքներ նվիրեց, այլև Դիլիջանում հանգստանալու ուղեգիր, իսկ Նորայրին աշխատանք առաջարկեց։ Մենք պարզեցինք, որ Տիկին Սիլվայի ամուսինը իմ հայրիկիս մարտական ընկերն է եղել եւ տեսնելով մենք շատ գրկախառնվեցինք եւ հուզվեցինք։ Մնացել էին մեր տանը ու ասում էր Աշոտն ամեն օր ասում է՝ մի հատ կռիվը վերջանա, գնամ Հերմինը ես գրկեմ մի հատ։ Նորիկի աշխատանքի խնդիրը երկու շաբթի համար ենք լուծված։ Մեր կարիքավորների սպասված բարեկամ Վեգախանութների ցանցի ղեկավարությունը լվացքի մեքենա նվիրեց։ Նորայրի մոր եւ հղի կնոջ ուրախությունն անսահման էր։ Իմ այս կարգավիճակի մեծ օգնություն էր, մեծ նվեր էր։ Երբեք չենք ունեցել մեքենա լվացքի։ Երևան City սուպերմարկետների ցանցը ինչպես միշտ օգնեց գումարով։ Նորայրն արդեն որոշել է, թե ինչպես է ծախսելու։ Դա մեծ գումար էր ինձ համար եւ մի պարտ գոնե կարողանամ մարելու համար։ Վալենտին տաքսի ծառայությունը, որը եւս դարձել է մեր գործընկերն, այս ընտանիքին էլ օգնեց թե փողով, թե սննդամթերքով։ Դրամական օգնությունը թեթևացնի ձեր հոգսերը եւ նորից գնաք առաջ եւ պայքարեք կյանքի համար։ Զուզուի տնօրինությունն ինչպես միշտ բերել էր գումար եւ ընկերության համեղ քաղցրավենիքից ու ըմպելիքից, որոնցից օգտվեցին նաեւ հարևանները։ Բանտ կրուպեր Զուզու ապրանքանիշով եւս միանում է օգնությունների շարքին, այս դրամական օգնությունը եւս փոխանցում է։ Մեր բարի գործընկեր Բարի Սամարացի ընկերությունը նորից մեծ քանակությամբ մսամթերք էր բերել, նաեւ գազօջախ, խոհանոցային պարագաներ, խաղալիքներ ու 2 հեծանիվ։ Հրաշալի ընտանիք ունես։ Իսկ նեղություններից մի վախի, դու հիշի, որ Աստված միշտ նեղությունների մեջ մեզ համբերել է սովորացնում։ Իսկ ձեր ընտանիքին ցանկանում եմ, որ Աստծո օրհնությունը միշտ ձեր հետ լինի ու ձեր երեխաների դեմքից ուրախություն անպակաս լինի, լավ ախպերս։ Մանկան մոլորակ սրճարանի աշխատակիցները փոքրիկների համար այնքան նվեր էին բերել, որ նրանց սենյակը վերածվելու է իսկական մանկան մոլորակի։ Իսկ դեռ լույս աշխարհ չեկած երեխայի համար գեղեցիկ եւ հարմարավետ մահճակալ, նաեւ մեծ քանակությամբ քաղցրավենիք, սննդամթերք ու հագուստ։ Ինչու հենց մանկական մահճակալ, քանզի տեղեկացել ենք, որ ձեր ընտանիքում կրկին մանկան ճիչ ենք լսելու ու ցանկանում ենք, որ երեխան հանգիստ քուն ունենա, քանզի ձեր հոր կյանքի շնորհիվ է, որ տարիներ առաջ մարդիկ կարողացել են իրենց գլուխը հանգիստ բարձին դնել ու քնել։ Արզնի կաթի տնօրինությունը իր առողջ եւ համեղ կատնամթերքով ուրախացրեց Վերդյաններին։ Բերել էին նաեւ մեծ քանակությամբ մսամթերք եւ հավկիտ։ Բոլորիս պարտքն է օգնել աջակցել այն ընտանիքներին, որոնք դրա կարիք ունեն։ Եվ մենք մի փոքր օգնությունը ցույց տանք եւ հետեւացնենք բոլորը։ Համեղ մսամթերք էր ուղարկել նաեւ Տուկասա մսամթերքի արտադրամասը, որին այս ընտանիքը շատ էր սպասում։ Ես եթե կարողանում եմ միայն հացով է կարողանում երեխեքիս ապահովեի, շնորհակալ եմ իրենցից համով մսամթերք ուղարկելու համար։ Ագուլիս ընկերության ղեկավարը եւս իր համեղ արտադրատեսակներից էր ուղարկել կիսաֆաբրիկատներ եւ ըմպելիքներ։ Եկեք առողջ, ուրախ, չընկճվեք, միշտ ուրախ տեսնենք ձեզ։ Մշտական բարերարներից Ղևոնդը, Ստեփանը, Տաքսու Վաուրտ Էդգարը, Քրիստինան, Արտաշեսը գումար տրամադրեցին։ Լակալյուտ ընկերությունը հիգենիկ պարագաներ, հագուստ եւ գումար։ Սանֆուտ ընկերությունը ընտանիքին ապահովեց յուղով եւ կարագով։ Ազատամարտիկ Անդրանիկը մի մեծ մեքենա նվերներ, հագուստ, սննդամթերք եւ օրորոց էր բերել։ Շատերը չէին ցանկանում ներկայանալ։ Նկարահանման ժամանակ եւս այցելում եւ զանգահարում էին։ Արտերկրից եւս օգնության առաջարկներ կային։ Հուզվեցին, երբ Նորայրն ասաց, թե ոտքի կանգնելուց հետո ինքն էլ է դառնալու մեր հաղորդման բարերարներից։ Ամերիկայից են զանգահարել, հեռախոսահամար են ուզել, դեռ չեն ասել ինչ ոնց։ Ռուսաստանից մի հատ ուսանողուի է զանգել, հաշվի համարա վերցրել, որ ասել է ես մի փոքրիկ գումարով կարողանամ ու չի ներկայացել, չեն ներկայացել իրանք։ Շատ շնորհակալ եմ նախապես իրանցից էլ։ Ես որանց աշխատանքի անպայման միշտ ես նայում եմ սուր անկյունը, կաջակցեմ։ Մինչև հիմա մենակ է զգում, որ կողքս այտենց մեկը չկա, որ կան թիկունքից կան ես հոգսերս մի քիչ թեթևացնեմ, մեկի հետ կիսվում, բայց հիմա որ իրանք եկան, այտենց մենակ չեմ զգում, էլի։ Հենց ծնվեց երրորդ երեխաս, ես հույսով եմ, որ ինձ էլ թույլ չի տեսնա, կտեսնի ուժեղ, առույգ աշխատող ծնող իր կողքին, որ կարողանում ամեն ինչով ապահովի։
Իսկ Բումբումիկի թագավորությունն իր բարի եւ սիրված հերոսներով տոնի վերածեց Վերդյանների օրը։ Այս փոքրիկները միայն էկրանից էին ծանոթ մուլտհերոսների հետ եւ նրանց տեսնելով գրկախառնվել էին ու բաց չէին թողնում։ Սիրված հերոսները նրանց նաեւ քաղցրավենիք եւ նվերներ էին բերել։ Նորայրը հոր անհետանալուց հետո առաջին անգամ էր ապարում, իսկ երբ առաջարկեցին Փուչիկով երազանք ուղարկել երկինք, նա հորը տեսնելու երազանք գրի առավ։ Յուրաքանչյուր մոր արցունք ցավ է պատճառում, բայց հոր արտասվելն ավելի։ Ինչպես նախորդ թողարկմանն էինք նշել, ավելի շատ հայրերն են մեզ ուժ տալիս, ու որքան այն մեծ է, այնքան հաղթական է կյանքի մեր ուղին։ Եթե նրանք ֆիզիկապես հեռանում են, մեկ է մեզ հետ են ու հոգեպես մեզ ուժեղ են դարձնում։ Անկամ ոտքից զրկվելուց հետո նորերը ծնկի չի եկել դժվարության առաջ, բայց սոցիալական խնդիրները նրան ծնկի էին բերել ու միայն հոր տված ուժը չէր բավականացնում ոտքի կանգնելու համար։ Այստեղ է, որ պետք է երախտապարտ լինել այն մարդկանց, որոնք այս փոքրիկների ծնկի իջած հորը ոտքի կանգնեցրեցին։ Տաթև Մեսրոպյան, Զորհաբ Քարամյան, Սուրանկյուն։ Բարի մարդկանց օգնությունից հետո խեղված ճակատագրեր էջի հերոսներին, ինչ որ մարդիկ, ես կասեի սրիկաներ, ներկայանում են որպես Սուրանկյան աշխատակից եւ պահանջում են ներկայացնել օգնության չափը, հաճախ նաեւ սպառնալով։ Մեզ հայտնի դարձավ դեպք, երբ Անայտ Անձը ներկայանալով որպես Սուրանկյան աշխատակից նկարահանել է կարիքավոր ընտանիքը եւ նյութը ուղարկել Միացյալ Նահանգներ օգնություն մուրալով։ Հայտարարում եմ, Սուրանկյան անունից ներկայանում է միայն եւ միայն Տաթև Մեսրոպյանը։ Ցանկացած այլ անձի կամ անձանց հենց տան մուտքից հետ ուղարկեք, անհրաժեշտության դեպքում ահազանգելով ոստիկանություն։ Իդեպ, այս խայտառակ փաստերի մասին ոստիկանությանը արդեն տեղեկացրել ենք։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Անընդհատ գողություններ են արվում գերեզմանների։ Հիմնական պատճառը բացարձակ անտերությունն է։ 3 ախոր գլուխներն են տարել։ Լերենիկ Դեմիրճյանի մոտ 300 կիլոգրամանոց բրոնզաձույլ կիսանդրին, որն այլևս գոյություն չունի։ Հետո ինչ կլինի, հոշոտի պետք չի։ Դրանք օգտագործվում են այլոց ուղարկավորելու նպատակով։ Բերում են ուրիշ մարդն է թողնում։ Աճյունի առևանգման դեպքի մասին ամեն օր չես լսի։ Հորդին երկրորդ կինը գողացել է։ Որ արդեն հա Ցանկացել է հանգուցյալ ամուսնուն հուղարկավորել ավելի պատշաճ վայրում։ Տարել է իրանց հայացքն է թարել։ Այդ աշխատանքը կատարում են տանգարկած անվտանգության աշխատակիցները։ Մի շարք լուրջ խնդիրներ հայտնաբերել։ Բյուրոկրատիա առաջ են կանգնում։ Չափազանց մատչելի գին են պահանջում ծառայության դիմաց 100,000 դրամ։ Մրցութային կարգի խախտումներ են եղել։ 4 միլիոն 800,000 էր պահանջել, 1 միլիոն 200,000։ Մեծ աղմուկ բացրեցավ այս գործի շուրջ։ Ստեղծել են կայուն։ Ամեն ամիս աշխատավարձեր են փոխանցվել ու բանկոմատներով կանխիկացվել։ Մնացած 60 միլիոններ դրել ինչ է եղել։ Ստիպել են ցուցում տալ նախկին ղեկավարի դեմ։ Ճնշումներ են իրականացվել, նրա կնոջ աղջկա վերաբերյալ։ Սուրանկյունը 1 տարի առաջ անդրադարձել է գերեզմանատների խնդրին։ Աշոտ Չիթիրյանը, որը պարզել էր, որ հոր գերեզմանում այլ մարդ է ուղարկավորվել, դատական 3 ատյան անցնելուց հետո էր միայն կարողացել ապացուցել, որ գերեզմանում նաև հայրն է ուղարկավորված, ուստի որևէ մեկը իրավունք չուներ մեկ ուրիշին նույն գերեզմանում ուղարկավորելու իրավունք տալ։ Գերեզմանատների վերաբերյալ պարբերաբար ստացվող բողոքները, սակայն, հիմնականում գողություններին են վերաբերվում։ Որպես մետաղի ջարդում վաճառված ցանկապատի մետաղյա նախշազարդեր, բրոնզաձույլ քանդակներ, վերամշակումից հետո նորի անվան տակ վաճառվող գերեզմանակարեր, եզրաքարեր ու գլխաքարեր։ Հիմնականում նման սրբապղծությանն են դիմում գերեզմանագողերը։ Գողության փաստը հայտնաբերելուց հետո մահացածի հարազատների բողոքները գերեզմանատան տնօրինության հասցեին մեծամասամբ անարդյունք են լինում։ Ոստիկանները հայտնաբերեցին գողին եւ գողունը լավ, չհայտնաբերեցին, ուրեմն հարազատները ստիպված են նորը տեղադրել։ Գերեզմանատան հսկողության, տնօրինությանը եւ պահակներին պատասխանատվության ենթարկելու մասին որպես կանոն չի խոսվում։ Ոմանք անգամ կասկածներ են հայտնում, թե գողությունները կատարվում են գերեզմանատների աշխատակիցների պատասխանատուների իմացությամբ։ Այսօր կանդրադառնանք նաեւ մեզանում պատահած թերևս եզակի դեպքի։ Մեզ զանգահարած քաղաքացին սարսափահար պատմում էր, որ գերեզմանից հորդին գողացել են։ Նողկալի եւ զազրելի։ Այսպես ենք վերնագրել Սոնա Դանիելյանի հետաքննությունը։
Գերեզմանատներին վերաբերող խնդիրները ոչ լուծվում են, ոչ էլ պակասում։ Հողերի սակավության պատճառով գերեզմանները վաղուց են հայտնվել գերեզմանատների սահմաններից դուրս, որոշ դեպքերում ճամփեզրին։ Գերեզմանատան տնօրինությունն ապահովում է գերեզմանատան տարածքի մաքրությունը եւ կազմակերպում աղբահանությունը, ասված է կառավարության որոշման հոդվածներից մեկում, իսկ իրականությունը ահա այսպիսին է։ Իդեպ կադրերն արված են Երևանի կենտրոնական, առավելապես հայտնի Թոխմախի գերեզմանատանը։ Էլ չենք խոսում գերեզմանատներից արվող գողությունների մասին։ Հիմնական պատճառը բացարձակ անտերությունն է։ Կոնկրետ պահակ չկա։ Բա ով է հսկում, որ անընդհատ գողություններ են արվում գերեզմանների։ Գիշերները ոչ մեկ պահակ չկա։ Թաղամասը սա ստեա։ Թաղամասն է հսկում։ 3 աղբոր գլուխներն են տարել գերեզմանների։ Գլուխները չկա։ Վանդալիզմից ապահովագրված չեն նաև քաղաքային պանթեոնում հանգչող հասարակական քաղաքական ականավոր գործիչների գերեզմանները։ Այստեղ էլ նույն բարձիթողի վիճակն է։ Արթուր Խանջյանը ավելի քան 10 տարի զբաղվում է պանթեոնների շիրմաքարերի ուսումնասիրմամբ։ Հիշում է, թե տարիներ առաջ ինչպես էր պարբերաբար լվացել Դերենիկ Դեմիրճյանի մոտ 300 կիլոգրամանոց բրոնզաձույլ կիսանդրին, որն այլևս գոյություն չունի, գողացել են։ Բերում եք շատ շուքով, ասպես ասած, փառքով թաղում եք, հետո թե ինչ կլինի, ոչ ոքի պետք չի։ Պանթեոնի գերեզմանները, որոնք պատմամշակութային արժեք ունեն, ահա այսպիսի վիճակում են։ Ավելին, հաճախ տեսնելով, որ տևական ժամանակ գերեզմաններն առանց այցելու են մնացել, դրանք օգտագործվում են այլոց հուղարկավորելու նպատակով։ Կարծեմ Մուշեղ Աղայանի նույնպես փոքրիկ սալիկեր վերեն հող էին լցրել, կողքին չոր էլի բան են շարքում, վերեն հող լացում, ծածկում են, այսինքն տերը որ գա քննրել չգտնի։ Հետո տեսնում են մի քանի տարի եկող չկա, բերում են ուրիշ մարդ են թաղում, էլի։ Ոլորտը կարգավորող օրենսդրությունը սահմանում է, որ պանթեոնը գործող գերեզմանատների սահմաններից դուրս առանձնացված տարածք է հասարակության եւ պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց ուղարկավորելու համար։ Սահմանները ստակեցված չեն։ Պետք է բոլոր պանթեոնները ցանկապատվեն, ապահովեն գիշերային լուսավորությամբ եւ պահակ կարգվի։ Վերջերս հաճախակիացել են գերեզմաններում կատարվող գողությունները։ Գողանում են թե երեսպատման սալիկները, թե ալյումինե ճաղավանդակներն ու տապանակարերը։ Սակայն աճյունի առևանգման դեպքի մասին ամեն օր չես լսի։ Այս գերեզմանոցում 2013-ի դեկտեմբերին հուղարկավորվածի աճյունը 9 ամիս անց կարելի է ասել առևանգվել է։ Գարիկը հանգուցյալի որդին է, հոր վերջին ցանկությունը հաշվի առնելով հուղարկավորել է ջրվեժի այս գերեզմանոցում, որն այդ ժամանակ փակ է եղել։ Ըստ այդմ հուղարկավորությունն էլ ապօրինի։ Ես էս ուզեցի։ Զուտ այն նրա խաթր, որ իմ հորս դուր եկել էր իր սրտով իր վերջի բանի։ Որոշ ժամանակ անց ջրվեժի գյուղապետարանից Գարիկը գրություն է ստանում, թե պարտավոր է 100,000 դրամի չափով վարչական տույժ վճարել համայնքային հողը զավթելու համար։ Իդեպ, այն որ ինչ որ մեկը հենց այդ գերեզմանոցում ապօրինի հուղարկավորություն է կատարել, ջրվեժի գյուղապետարանն իմացել է հանգուցյալի երկրորդ կնոջ Լուիզա Ջանիկյանի բողոքից հետո, երբ ամուսնու աճյունը վերահուղարկավորելու ցանկություն է հայտնել։ Գյուղապետի հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ գերեզմանոցը պահակ չունի, ասել է, թե ով երբ ուզի կարող է հանգուցյալ հուղարկավորել առանց պատկան մարմնի իմացության, եւ եթե բողոք չլինի, այդ մասին մարդ չի իմանա։ Եթե ես հասկիներ պահեմ 3 գերեզմանոց, կարող է երկուսը մեկ ընդհանրապես, այսինքն երկուսը կիսապակ են, որ հուղարկավորություն չի կատարվում։ Ուրեմն ամեն գերեզմանություն առնված է 2-3 պահակ, այդ հաստիկները եթե ես գումար եմ, բյուջեի միջոցով, իհարկե դա պետք է եթե բյուջե ունենա, պետք է այդ ամեն ինչը լինի։ Գյուղապետարանը երկու կողմին առաջարկել է համաձայնության գալ վերահուղարկավորման հարցում, իսկ ամիսներ հետո հանգուցյալի զավակներին տեղեկացրել, որ արդեն կարող են օրինականացմամբ զբաղվել, քանի որ գերեզմանոցի այդ տարածքը հաստատվել է գլխավոր հատակագծով։ Կամ ավելի վերջին կամ այսին գլխավոր հատակագիծը հաստատվել է, գերեզմանոցի ամբողջ վարչական տարածքում ընդգրկվել է գլխավոր հատակագծի մեջ եւ բնականon հարց առաջացավ, որ դա չի խանգարում մեզ։ Սակայն ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է եկել։ 2014-ի դեկտեմբերին, երբ Գարիկը պատրաստվել է հոր տարվա կապակցությամբ շիրմաքար տեղադրել, պարզել է, որ հորդին երկրորդ կինը գողացել է։ Գտել եմ տարբեր այս դագաղի բաները, որ արդեն գտա դագաղի ռուշկին։ Ես արդեն կասկածը մտավ մեջս, լրիվ փորել եմ։ Փորել ենք, այո, նայեք, մինչև վերջ փորել ենք։ Լուիզա Ջանիկյանը հարցազրույցից հրաժարվեց, իսկ նրա գործողությունները քննչական մարմիններն ու կոտայքի դատախազն արդարացրել են, նշելով, թե ցանկացել է հանգուցյալ ամուսնուն հուղարկավորել ավելի պատշաճ վայրում։ Ինձ համար շատ զարմանալի էր դատախազի կողմից կայացրած որոշման ամենայն դեպը պատճառաբանական մասը, որը նշել է, թեև տվյալ անձի գործողությունները, մասնավորապես հանգուցյալ Գագիկ Հովհաննիսյանի դին գերեզմանից հանելը ձևանականորեն պարունակում է քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ, սակայն անհրաժեշտ է փաստել, որ տվյալ անձը դիտավորությունն ուղղված չի եղել հանգուցյալի դիակը անհարգանքի ենթարկելու, այլ ընդհակառակը ցանկացել է հանգուցյալ ամուսնուն հուղարկավորել այլ պատշաճ վայրում։
կներեք մի հարց, ով է որոշում պատշաճ վայրը։ Նախ հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին օրենքը սահմանում է, որ վերահուղարկավորությունը կատարվում է հուղարկավորությունը ստանձնած անձը։ Այս պարագայում տվյալ անձը եղել է ոչ թե կինը, այլ որդին։ Բացի այդ, նույն օրենքում նշված է, որ վերահուղարկավորությունը իրականացվում է թաղումից առնվազն 3 տարի հետո։ Ի վերջո абսուրդ է ժողովուրդ։ Այսօր ունենք կոնկրետ գործընթաց։ Նախ առաջինը պետք է համապատասխան թույլտվություն լինի։ Տվյալ գերեզմանատան տնօրինության կողմից որտեղ է դին թաղվել է, հետո վերահուղարկավորումից հետո պետք է լինի նախորդ գերեզմանատան տնօրինական թույլտվությունը դին հանելու, պետք է լինի ներկայացուցիչ առողջապահության նախարարությունից, հակասանիտարահամաճարակային կայանից պետք է մարդ լինի, որը փոսը անմիջապես հետո պետք է ախտահանվի։ Ի վերջո այսօր բոլորս գիտենք դիակից հետո հատկապես հուղարկավորությունից ինչ բացիլներ կարա։ Հանգուցյալի որդին զարմանում է, որ իրավապահ մարմինները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Երևանի կենտրոնական գերեզմանատան թաղումների Գրանցամատյանում հոր անունը չկա։ Արտաշիրիմում չեն կազմակերպել համոզվելու, արդյոք այնտեղ է թաղված ու պնդում են, թե ավելի պատշաճ վայրում է։ Նկարների հիման վրա, տապանի հիման վրա ինքը ինձի որոշում է կայացնում, որոշում է տալիս, որ գործը կարճվել է ինքը ընդեղ է։ Բանավոր հիմնվում է օրենքը։ Հիմա ինձ էլ, ասենք, լուրեր են տարածում, որ տարել է իրանց հայատնա թաղել։ Ես հիմի ոնց մտածեմ, ասենք այսքան բանը տեսնելուց հետո ես արդեն համոզում եմ, որ տվյալ մարդը ամեն ինչի էլ ընդունակ է։ Իդեպ, միայն այն հանգամանքը, որ գերեզմանի վրա տապանակար է դրված, դեռ փաստ չէ, որ դրա տակ դիակ կա։ Շատերն են հիշում այն դեպքը, երբ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի գերեզմանատանը մոտ 2 տարի առաջ բացվեց Աղաբեկ Բադալովի գերեզմանը եւ պարզվեց, որ դիակի փոխարեն մի քանի պարկ ավազ է թաղված։ Բադալովը խարդախությամբ 40 միլիոն ռուբլի յուրացնելուց հետո կազմակերպել էր սեփական թաղումը իրավապահների աչքից թաքնվելու համար։ Կոմենտարյաններում քրեական իրավունքի հստակ տրված է, ինչ է նշանակում դիակն անարգելը։ Գերեզմանից հանվեց անարգելը։ Չէ, անցակազ հələ թույլ է քրեական գործը թողենք, բայց որտեղից օրենքի տակ խախտվել, չէ։ Բանա խախտել չէ։ Ինձ գործն է ցույց տալիս, որ ես հասկանում եմ, որ ասենք այդտեղ մարդ կա, կողմնապահություն են անում։ Եթե կառավարության որոշման պայմանները անտեսելը ոչ մի պատասխանատվություն չի բարունակում իր մեջ, չկատարելը պատասխանատվության չի իմաստը որն է այս որոշման կայացման։ Կառավարությունը թող եւս միած որոշում կայացնի եւ այս որոշումը չեղել համարի։ Փաստաբան Գարիկ Գալիկյանը կարծում է, որ անպատժելիության նման մթնոլորտում կառավարության որոշումներն անտեսելը նախադեպային կարող է դառնալ։ Նաև հավելում է, որ պատրաստվում են դատական կարգով վիճարկել քննիչի ու դատախազի կայացրած որոշումները, իսկ մինչ այդ հանգուցյալի զավակները զրկված են հոր Շիրմին այցելելուց։ Միշտ էլ այցելում ենք ստեղ։ Դե հա, իմանալով որ ստեղ չի, բայց ուր գնամ, ես այսօր իմ հոր գերեզմանից տեղյակ չեմ։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Պահնորդական ծառայությունների գործունեությանը մի քանի անգամ անդրադարձել ենք, հիմնականում այս կամ այն հայտնի գործատուի անօրինական արարքի համատեքստում, որին մասնակցել են նաև պահնորդները կամ օտար լեզվով ախրանիկները։ Թերևս դրանց չակերտավոր քաջագործություններն էին նաև առիթը, որ նախորդ տարի այս ծառայությունների լիցենզավորման անհրաժեշտություն առաջացավ։ Մոտ 10,000 պահնորդներից մասնագիտական հմտություններով փայլեցին քչերը։ Ասել է, թե ի վերջո հստակեցվեց, որ պահնորդ ասելիս պետք չի հասկանալ միայն պարանոցի հաստությունն ու մտավոր ունակությունների բացակայությունը։ Սակայն, ինչպես հաճախ է մեզանում պատահում, մի գլխացավանքին հաջորդում է մյուսը։ Հիմա էլ նոր սկանդալ։ Լիցենզավորված եւ դաշտում մնացած մի քանի կազմակերպության միմյանց հսկելու արդյունքում ի հայտ եկան նոր աղմկառույց բացահայտումներ, որոնք տնտեսական մրցակցության պաշտպանների իրավասության տիրույթում են։ Մեզ հայտնի դարձավ, որ հանձնաժողովը մի կազմակերպությունից դիմում բողոք է ստացել, համաձայն որի մրցույթները իրականացվել են լուրջ խախտումներով, որոնք ֆինանսական չարաշահումների հնարավորություն են պարունակում։ Տնտեսական մրցակցության պաշտպանների վարույթում գտնվող գործի մանրամասները քիչ անց, իսկ մինչ այդ Արմեն Աթալյանը անցնող շաբաթ ներկա եղել նաև դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի, նրա տեղակալի ու դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների դատավարությանը։ Մեղադրանքը գրեթե նույնն է։ Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման, մասնավորապես գրանցելու ու աշխատանքի չներկայանալու տասնյակ դեպքեր, իսկ աշխատավարձները ստացել ու յուրացրել են պետերը։ Չարաշահումները ընդգրկել են ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ կծիկը տանում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Օդից փող» հետաքննությունը։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հաստատում եք։ Այո։ Շնորհակալություն։ Ժամանակին տարբեր կառույցների մուտքեր պահպանվում են պահակների կողմից, որոնք աչքի չէին ընկնում իրենց ֆիզիկական տվյալները։ Հիմա այդ աշխատանքը կատարում են բնդակազմ անվտանգության աշխատակիցները կամ ժողովրդի լեզվով ասած ախրանիկներ, որոնք աշխատում են հիմնականում մասնավոր կազմակերպություններում։ Հայաստանում այսօր պահնորդական ծառայություններ իրականացնում 2 տասնյակից ավելի կազմակերպություն։ Դրանից օգտվելու համար ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կառույցները մրցույթ են հայտարարում։ Նվազագույն գինք սահմանած կողմն էլ հաղթում է։ Կարծես ամեն ինչ շատ պարզ է ու թափանցիկ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սակայն վերջերս ուսումնասիրել է ոլորտը ու մի շարք լուրջ խնդիրներ հայտնաբերել։ Շատ կազմակերպություններ, պետական գերատեսչություններ հայտարարում են պահնորդական ծառայությունների ձեռքբերման մրցույթներ, սակայն այդ պահնորդական ծառայության նկարագիրը հստակ չէ եւ հնարավոր չէ, որպեսզի կազմակերպությունը կարողանա գների առաջարկի։ Օրինակ հստակ չի նշվում ծառայության համար անհրաժեշտ մարդկանց քանակը, պահնորդների քանակը, դրանց աշխատանքային ժամերը։ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ոլորտը մի շարք մասնավոր ընկերությունների կողմից այս հարցը բարձրացնելուց հետո։ Տնտեսական մրցակցության պաշտպանները մտավախություն ունեն, որ մրցույթային պայմանները հստակ չնշելու պարագայում տենդերներում կարող են հաղթել այն կազմակերպությունները, որոնք ձեռնտու են կոնկրետ պետական կառույցի ղեկավարությանը։ Այսինքն սա ինչ է ստացվում, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն են ստանում ուղղորդելու պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունների։ Բյուրոկրատիա առաջ են կանգնում որոշ դեպքերում, պետք է մենք գրավոր դիմենք, պարզաբանումներ ստանանք, բանավոր հեռախոսներով զանգահարենք, հասկանանք ինչումն է խնդիրը, հեռախոսով մեկը պատասխանում է, մեկը չի պատասխանում, հիմի հարմար չի, անդադ ինչ-որ քաշքշուկներ, խնդիրներ առաջանում։ Բացի այդ, պահնորդական կազմակերպությունները ըստ մասնագետների հաճախ չափազանց մատչելի գին են պահանջում ծառայության դիմաց, ինչը կասկածելու տեղիք է տալիս։ Ինքնարժեքից ավելի ցածր գին են առաջարկում։ Օրինակ, մրցույթներից մեկում ընկերությունների կողմից հաղթող ընկերության կողմից առաջարկվել է ամսական գումար 100,000 դրամ, մինչդեռ այդ ծառայությունները մատուցելու համար նվազագույն գումար կազմում է ոչ պակաս քան 178,000 դրամ։ Ասենք լավ, ընկերությունը նպատակ չունի հետապնդելու շահույթ ստանալու, այսինքն ասենք ուզում է բարեգործություն ուղղակի անի, հա, այդ դեպքում թող մի բարեգործական ընկերություն ստեղծի, բայց ոչ թե ինքնարժեքից ցածր ծառայություններ մատուցի։ Կամ ընկերությունները ունեն չգրանցված աշխատողներ եւ այդ չգրանցված աշխատողների միջոցով կարողանում են այդ ծառայությունները մատուցել, այսինքն շրջանցում են օրենսդրական պայմանները, կամ իրենց արկա աշխատողներին ստիպում են, որպեսզի նրանք լրացուցիչ աշխատեն, մինչդեռ դրա իրավունք չունեն, կամ էլ իրենց կողմից նախապես ստանձնած այդ պարտավորությունները, պայմանագրային պարտավորությունները թերակատարում են։ Իդեպ, որպես ասվածի ապացույց, հանձնաժողովում բերում են փաստեր, որոնք հավաքել են պետական որոշ հիմնարկներում դիտանցումների ժամանակ։ Օրինակ, նախապես պայմանավորվածության ըստ պայմանագրի պայմանավորվածության պահնորդական ծառայությունը պետք է մատուցվեր 4 աշխատողների միջոցով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ պայմանագրային պարտավորությունները կատարվում են ոչ թե 4 աշխատակցի միջոցով, այլ 2 աշխատակցի միջոցով։ Հեռախոսով կապվեցինք ուսումնասիրված կառույցներից մի քանիսի ղեկավարների հետ։ Մենք հայտարարել ենք մրցույթին մասնակցել են 2 հոգի, մեկը շահել է, շահողը դիմել էր, թե այդ շահողը այդքան գումարով կարող է ծառայությունն անել, թե չէ։ Մեկը 4,800,000 էր պահանջել, մեկը 1,200,000։ Շենքը ունի 1 մուտք, հսկելու համար իրենք տրնապահ են սահմանում եւ գիշերապաշապատ կիրակյորեն անգամ տեղում մարդ կա, դա արդեն 4-5 տարուց ավել իրանք իրականացնում են շատ բարձրաճանաչ նորմալ։ Ոչ մեկը նման խնդիր չի դրել իրեն արժե, որ անպայման ես կամ են կազմակերպությունը հաղթի։ Մեզ համար միևնույն է, մենք այդ փողը տալիս ենք այդ կազմակերպությանը ու իրենցից պահանջում ենք մեր դրված պայմանների շրջանակներում իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Այս խնդիրները վերհանող բացահայտումները հանձնաժողովն ուղարկելու է այն գերատեսչություններ, որոնք վերահսկում են դիտարկված պետական կառույցները, քանի որ միանշանակ համոզված են, որ մրցութային կարգի խախտումներ են եղել։ Եթե ժամանակին նման մի ուսումնասիրություն էլ կատարվեր դատական դեպարտամենտում, հնարավոր է կենտրոն եւ Նոր Քմարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր այսքան մաթավակված չլիներ։ Խնդիրն այստեղ ոչ թե պահնորդական ծառայության, այլև դատական կարգադրիչներին է վերաբերում։ 2013-ին մեծ աղմուկ բարձրացավ այս գործի շուրջ, որի քննության ընթացքում կալանավորվել էին այն ժամանակ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը եւ դատական կարգադրիչների ծառայության 10-ից ավելի պաշտոնյաներ։ Նրանց մեղադրում են պաշտոնական դիրքն օգտագործելով 2009-ից 13 թվականը բյուջեից դատական դեպարտամենտին որպես աշխատավարձ հատկացված մոտ 116 միլիոն դրամ հափշտակելու մեջ։ Մեղադրական եզրակացությունը կազմվել է նման ձևով, որ իբրև թե ստեղծել են կայուն խումբ, կատարել դերաբաշխում, թե ով ինչ ձևով այդ գումարները յուրացնի։
Սակայն այդ հանգամանքը որևէ ձևով չեն կարողանում ապացուցել։ Դատական կարգադրիչների աշխատավարձերի չարաշահումներին վերաբերող այս գործով պարզվել է, որ համակարգում աշխատանքի ընդունված անձանց անունով հաշվեհամարներ են բացվել, պլաստիկ քարտեր թողարկվել, որոնց վրա ամեն ամիս աշխատավարձեր են փոխանցվել ու բանկոմատներով կանխիկացվել։ Չնայած տվյալ անձիկ աշխատանքի չեն ներկայացել։ Վարդան Զուռնաչյանը նշում է, որ իր պաշտպանյալը դատական դեպարտամենտի նախկին պետն այս ամենի հետ կապ չի ունեցել, քանի որ ի պաշտոնե չի առնչվել այդ անձանց աշխատանքի ընդունելի գործընթացին։ Նախաքննության ընթացքում Միսակ Մարտիրոսյանի յուրացման մեղադրանքով ընդամենը մեկ անձի ցուցմունք կա։ Խոսքը վերաբերում է Արմեն Մովսիսյանին, դատական այդ կարգադրիչների ծառայության պետի ցուցմունքին։ Այլ ցուցմունք չկա։ Իբր թե այդ ստացված գումարներից բաժանել է 3 մասի եւ մի մասը տվել է Միսակ Մարտիրոսյանին եւ նշում է, որ ընդհանուր տվել է 20 միլիոն դրամ։ Այն դեպքում, երբ որ ներպես 3 մասով գումարում են 20 միլիոն դրամով, ասում են 60 միլիոն, բա մնացած 60 միլիոնը որտեղ ինչ է եղել։ Իդեպ, մեղադրական եզրակացությամբ Միսակ Մարտիրոսյանին աշխատավարձերից հափշտակություն կատարելու առաջարկ է արել հենց դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը։ Ըստ այդմ նա խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով իր ստորագրությամբ հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագիրը։ Զուռնաչյանի կարծիքով վերջինին ստիպել են ցուցմունք տալ նախկին ղեկավարի դեմ։ Արմեն Մովսյանը շուրջ 2 ամիս կալանքի տակ գտնվելով ցուցմունքներ չի տվել Միսակ Մարտիրոսյանի դեմ եւ սկսել է ցուցմունքներ տալ միայն այն ժամանակ, երբ որ ճնշումներ են իրականացվել նրա կնոջ աղջկա վերաբերյալ։ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին նաև մեղադրում են ենթականերից մեկից պարբերաբար կաշառք վերցնելու մեջ։ Ըստ նրա փաստաբանի, բոլոր այս մեղադրանքները հաստատող գեթ 1 նորմալ ապացույց առ այսօր չի ներկայացվել։ Օրինակ, ասենք, ապացույցներից մեկը այն է, որ ամբաստանյալներից մեկը այսպես հայտարարում է, ասում է, որ ինձ ասեցին, որ վերևները տեղակ են։ Ու մենակ այդ վերևներ ասացի իման վրա, ուրեմն կառուցվում է մեղադրանքը, որ վերևները ուրեմն Միսակ Մարտիրոսյանն է։ Արմեն Նաթալյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Վթարից հետո Լիլիան տեղափոխվեց հենց իր հարազատ կենտրոն։ Վերթը բռունցքներին չհասավ։ խոսում է կարա։ Թե ասա դու ուր, արագությունը ուր։ Միկրոավտոբուս նստելուց առաջ պետք է խաչակնկվես։ Մի հատ հլա ասե գլխավոր դատախազի տեղակալ։ Տղա ջան, բա պապատ մեղք չէ։ Գալուց էլ հետևից լուրջ հետ կա թողնում։ Հասնելուց մի քանի րոպե առաջ մահացած 2 աղջկան տեղափոխել են։ Այդ հարվածից։ Այդ հարվածը լրվել է մեջ։ Կարծես տխուր ավանդույթ է ձևավորվում։ Վերջին ժամանակահատվածում չի եղել գոնե մի թողարկում, որ չանդրադառնանք մահվան ելքով վրայերթի դեպքերին։ Թե ինչով է բացատրվում դրանց առատությունը դժվար է ասել, սակայն այս կարգի պատահարները մեկնաբանելիս փորձում ենք զերծ մնալ զգացմունքայնությունից եւ տալ միայն իրավական գնահատական։ Այդուհանդերձ Հարատի մարզում տեղի ունեցածին միայն իրավական գնահատական տալը բավարար չէ։ Անգամ կոկորտս է լցվում, երբ հիշում են պատահարը, որը խլեց երիտասարդ 2 աղջկա կյանք։ Հաշվեհարդարի հեռանկարից իր իսկ պատմածով փորձել է խուսափել գետազատի բնակիչ 25-ամյա Նորայր Գասպարյանը։ Հենց նա է եղել զրոյութ եղեկին, որով վրայերթի ենթարկված 30-ամյա Հրանուշ եւ 31-ամյա Մարինե Աբրահամյանները մահացել են։ Քիչ անց կտեսնեք, թե ինչպես է վրայերթի վայրից ճողոպրած Գասպարյանը պատմում, որ վախեցել է մահացածների հարազատների հաշվեհարդարից, կար ժամանակ անց մեղայականով ներկայացել է ոստիկանություն եւ նման այլ բաներ։ Սակայն փաստն այն է, որ իրավապահները նրա մեղավորության վերաբերյալ արդեն ունեցել են օպերատիվ տվյալներ, անգամ զրուցել են գետազատի գյուղապետի հետ, այնպես որ հայտնաբերման եւ ձերբակալման խնդիրը ժամանակի հարց է եղել։ Բոլոր այն վարորդները, որոնք վրայերթից հետո լքում են դեպքի վայրը, պետք է հիշեն, որ վաղ թե ուշ հայտնաբերվելու են եւ օրենքով սահմանված կարգով պատասխան են տալու նաեւ փախուստի համար։ Էլ չեմ խոսում երկնային դատաստանի մասին։ Տխուր է, բայց փաստ։ Եվս 2 օջախի ծուխ մարեց։ Ուշագրավ մի առանձնահատկություն ենք նկատել, որը թերևս կարող է դառնալ հոգեբանների քննարկման թեմա։ Խոսքը գիշերային ժամերի անկանոն երթևեկության մասին է, երբ վարորդը օգտվելով համեմատաբար ազատ երթևեկության փաստից կորցնում է զգոնությունը, մոռանում է ոդկա գազի սեղմակից հանել եւ դառնում է խոշոր պատահարի մեղավոր։ Ինչու եմ նշում խոշոր, քանի որ ինչպես նկատել եք եւ ինչպես փաստում է վիճակագրությունը, հենց գիշերային ժամերի վթարների դեպքում է արձանագրվում մահացության բարձր ցուցանիշ։ Բարեբախտաբար, մայիսի 5-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը ողբերգական ավարտ չունեցավ, սակայն հիվանդանոցում հայտնվեց 3 հոգի, այդ թվում 2 ոստիկան։ Դեպքը տեղի ունեցել նախագահական նստավայրի մոտ։
24-ամյա Պերճ Իախանեջյանը Range Rover-ով մխրճվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության կայանված ամենագնացի մեջ։ Միայն երջանիկ պատահականությամբ է հնարավոր եղել խուսափել զոհերից։ Կադրերը առավել քան խոսուն են, դրանք կարող եք դիտարկել որպես գիշերային ժամերին զգոնության հերթական կոչ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները, Գագիկ Շամշյանի հանցանքն է ծնում վախը։ Տեսանյութում։ Ներկայացվելիք տեսանյութը դիտելով առաջին հայացքից տպավորություն կստեղծվի, թե անցնող շաբաթը համեմատաբար հանգիստ էր դժբախտ պատահարների եւ ավտովթարների մասով, բայց ժողովուրդ ջան, այդքան էլ այդպես չէ։ Ուղղակի տեղի ունեցան դեպքեր, որոնց մասին հակիրճ խոսել չի լինի։ Ուստի ելնելով եթերային սահմանափակ ժամանականակից որոշ դեպքեր կներկայացնենք հաջորդ թողարկմանը։ Նենց որ ճակերտավոր այն հերոսները, որոնք իրենց քաջագործությունները չեն տեսնի այսօրվա տեսանյութում, թող շատ չուրախանան եւ իրենց հույս տան, թե պրանեսլո, ինչեւէ, սկսեմ Երևան երաս ճանապարհին տեղ ունեցած վթարից։ Վթար, որը միայն երջանիկ պատահականությամբ ողբերգական ավարտ չունեցավ։ Այս BMW-ի ղեկին եղել է 38-ամյա Լիլիա Ստեփանյանը, ով աշխատում է Արմենիա բժշկական կենտրոնում։ Ճակատագրի հեգնանք ասեմ, թե չարաբաստիկ զուգադիպություն, բայց վթարից հետո Լիլիան տեղափոխվեց հենց իր հարազատ կենտրոն, չնայած որ դեպքը տեղի ունեցել Արարատի մարզում։ Նրան եւ Opel-ի վարորդ 26-ամյա Տիգրան Աղաբաբյանին կիսահաշմանդամ դարձած մեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու հրշեջները, որոնք նաեւ դադարեցրել են մեքենաների գազի արտահոսքը, հոսանքազրկել մեքենաները, որից հետո օգնել են քարշակով տեղափոխել ավտոմեքենաները, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանք։ Մինչդեռ լվացման աշխատանքները պետք է կատարեին Արարատի մարզպետարանի չինովնիկները։ Հստակ նշել, թե ով է այս վթարի մեղավորը, չեմ փորձի ու ոչ էլ այն պատճառով, թե չեմ ուզում վնասել նախաքննությանը, այլ իրոք անհասկանալի էր, բայց չեմ կարող նաև չբացառել արագության գերազանցման հանգամանքը։ Մեր վարորդները, երբ դուրս են գալիս համեմատաբար արագընթաց ճանապարհներ, կարծես կերպարանափոխվում են եւ շատ դեպքերում անտեսում ճանապարհային երթևեկության կանոնները։ Ընկերներ ջան, այդ կանոնները բացառություններ չեն ճանաչում։ Հետևաբար որտեղ էլ լինեք, հետևեք դրանց ու միայն այդ դեպքում խախան տեղ կհասնեք։ Այս դրես դուտաները։ Այս դուտաները նոր։ Երբ ասում են, թե աշկն ու նավսը լուրջ ազդեցություն են ունենում մարդու ճակատագրի վրա, թերահավատորեն եմ մոտենում, պնդելով, որ ինչ լինում է, մարդու խելքից է լինում, բայց այս դեպքում կարծես թե 50-50 է։ Այս ջերյանը տերը նոր էր ներկրել Հայաստան ու չէր էլ հասցրել նրան լիարժեք բանացնել ու խնդրեմ, խոսում Ծիրանի անվանումը ստացած ռեստորանի հարևանությամբ ջերյանը վայրկյանների ընթացքում վերածվեց Ստարայակլիաչայի։ Ու ոչ միայն նա, այլև Porsche Cayenne-ը, որի տերը հաստատ էռնակ կտար, որ մեքենայի ֆարերը գողանային, այդ երևույթի տարածվածության մասին մի քանի անգամ խոսել ենք, քան այսօր ընկներ։ Չնայած որ նրա բախտը մի քիչ ավելի բերեց, քան Prado-ի վարորդին։ Վերջինս Porsche-ին բախվելուց հետո նաև հարվածել էր Էլեկտրասյանը։ Դեք մի րոպե սպասեք, էլա համ չեք անում, համ խոսում եք, արա։ Որ կողմից։ Դնեք գաշեքը ծռի վերես։ Չէ, չի տանի, թե։ Տանի։ Վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվեցին հիվանդանոց։ Ասա եթե այս մեքենաները անվտանգության տեսանկյունից չփայլեն, թե ինչի դրանց գնման համար պետք է այդքան գումար ծախսեն, ինչպես հաճախ է լինում նման մեքենաների դեպքում։ Անմիջապես հավաքվում են ճիշտ կյանքով ապրող աղբերները։ Չիմացողների համար ասեմ, որ վթարից հետո այնտեղ հայտնվելն ու կարծիք հայտնելը նրանց մոտ հարգի է ու համարվում է ինքնահաստատման հրաշալի հարթակ։ Դե քանի որ ես էլ իրենց պատկերացնում ճշտից մղոններով հեռու եմ, փորձեցին կյանքի դասեր ուսուցանեն, բայց դե կարճ ժամանակ անց հասկացան, որ այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, անգամ ճիշտ է։ Մի խոսքով հերթը բռունցքներին չհասավ։ Ինչ վերաբերում է մեքենաներին, ապա ջան, լայն բացի քսակը եւ պատրաստվիր հանուն ճշտի մի քանի միլիոն օբշակին մուծել։ Այս բկապի, ծավալի տակով ծրա, Դե քաշի ներքև ապի։ Մենք նայ պրոմոտերի դան շապը։ Ամենավերևին անկումից տոկա։ Անցած օրերը լի էին խորհրդային արտադրության մեքենաների մասնակցության վթարներով, կարծես ձեն-ձենի տված լինեին, ու հանրությանն այդ կերպ հասցնեին, որ սաղ են, սաղ, մի S-Rովեցի վիճակի նայեք, թե ասա դու ուր, արագությունը ուր, ոտքը, որ գազի սեղմակին դնում եք, գոնե հասկանում եք, թե ինչ մակնիշի մեքենայի սեղմակն է, պարզ չի, որ վերջն էլ էս պիտի լիներ։ Все, կարա քշի էթա։
20-ամյա Արայիկ Հակոբյանի արկածը ավելի շատ հիշեցնում էր Միլոշ Ֆորմանի «Պրոլետարիատ նад գնեզդոմ Կուկուշկին» ֆիլմը, քանի որ վերջինս Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում Արտաշավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց եւ մոտ 70 մետր գլխի վրա շրջվելով բախվել ապառաշ քարերին եւ հայտնվել մի քաղաքացու հողամասում։ Տեսնում եք, թե այդ կասկադյորական թռիչքի հետևանքով ինչպես են մեքենայի վրայից պոկվել արջևի եւ հետևի ապակիները, մարդկոցը, իսկ գազաբալոնը թռել էր մի քանի մետր։ Բալոնը նա ինչ թռել է թռեվրից։ Բարի ակումուլյատորը տես զուրա թռ ակումուլյատոր։ Բայց ինչ ուզում եք ասեք, մարդ պիտի բախտ ունենա։ Բախտ։ Հակոբյանն ու նրա ուղևորներ 21-ամյա Տիգրան Գրիգորյանն ու Հակոբ Հակոբյանը ողջ են մնացել։ Հիմա շատերը կասեն, թե ինչ ենք անուն դնում խորհրդային մեքենաներին, եթե ման թռիչքը ողբերգական ավարտ չի ունենում։ Համաձայն եմ, բայց դուք էլ համաձայնեք, որ սա բացառիկ դեպք է ու ինչպես նշեցի, բացառապես պայմանավորված երջանիկ ասխիտակ ծնվելու հանգամանքի հետ։ Հենց դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ բավականին օպերատիվ են գործել աշտարակի շտաբօգնության բրիգադը։ Րոպեների ընթացքում օգնության են ասել նաև գյուղացիները ու այսպես շարունակ։ Գեղարքունիքում ավելի ստույգ Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհին օրը ցերեկով տեղի ունեցած վթարը իրավամբ կարելի է համարել խորհրդային, քանի որ վթարի մասնակիցները գազելը 06-ն ու 07-ն էին։ Դաժան վթար, որը մեծ աղմուկ հանեց համացանցում։ Շատերը նշում են, թե երբ պետք է շահագործումից դուրս բերվեն գազելները, առանց պատկերացնելու, որ ըստ նախնական տեղեկությունների գազելի մեղավորություն չկար։ Չեմ ուզում նախաքննությունից առաջ ընկնեմ ու զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց ամեն դեպքում իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Որ հիվանդանոց են տեղափոխվել։ Գավառ, հա։ Վթարի լրջության մասին անմիջապես պատկերացում կազմեցի, երբ զանգահարողը հայտնեց, որ հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 1 տասնյակ մարդ։ Հասնելով դեպքի վայր հասկացա, որ վիրավորների առատությունը պայմանավորված է գազելի հանգամանքով եւ մեծամասնությունը հենց գազելի ուղևորներն էին։ Բացի 06-ի, 07-ի եւ գազելի վարորդներից հիվանդանոց են տեղափոխվել գազելի 8 ուղևոր, այսինքն 11 վիրավոր։ Նրանցից երկուսը հաշվի առնելով ստացված վնասվածքների ծանրությունը Գավառի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Այն մարդ, բայց իսկականից զուլում է։ Ստացվում է, որ մարդատար միկրոավտոբուս նստելուց առաջ պետք է խաչակնկվեց, առաջ Աստված ասես ու պայծառ ապագային հավատալով ընկնես ճամփա։ Այսքան էլ տեսախցիկ դրեցին միևնույն է։ Իդեպ այս վթարը եւս մեկ անգամ փաստում է, որ տեսախցիկները լուրջ հոգեբանական ազդեցություն են ունենում վարորդների վրա։ Հենց մոտենում են դրանց, արգելակում են։ Հետո մի քանի քաղցր խոսք ասելով դնողների հասցեին, ոդկա գազի սեղմակից չեն անում ու ունենում ենք այն, ինչ ունենք։ Տենաս Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազի տեղակալ 42-ամյա Սևակ Հակոբյանը հեչ կպատկերացներ, որ Հայաստան հերթական այցի ընթացքում պետք է հայտնվի վթարի կիզակետում, որ մրցակիցը պետք է լինի խորհրդային մաշված 02-ը, որ նրա վարորդն է մի լավ կոնծած, աբորիգենի կերտվածքով պետք է մեղմ ասած անարգալից վերաբերմունք դրսևորի բարձրաստիճան պաշտոնյայի եւ հավաքվածների նկատմամբ։ Հաստատ չէր պատկերացնի, այլապես չէր էլ գա եւ նեգատիվ իրադարձություններով լի ժամանակը կծախսեր Արցախի արդարադատության զարգացման վրա։ Բայց մարմնական, հա։ Դեպքը տեղի ունեցել Դավիթ Անախտ փողոցում։ Արցախի գլխավոր դատախազի տեղակալի պատժերոն հարձակման էր ենթարկվել թանգարանների ռետրո նմուշ 02-ի կողմից, որը վարել է 36-ամյա Արման Կոլյանը։ Երևի դատախազի տեղակալը մտածել է, թե իր նկատմամբ մահափորձ է իրականացվում, ու դժվար թե առաջին վայրկյաններին պատկերացրած լինի, որ ընդամենը գործ ունի հարբած վարորդի հետ։ Դա հասկացած կլինի այն ժամանակ, երբ 02-ի վարորդը իջել է մեքենայից եւ մի իսկական շոու կազմակերպել։ Օպեր խմբ քիչ ես կանչում, չեմ ջոգում։ Խոմնա։ Դե սուս դնայնյա։ Ականատեսները պատմում են, թե սպիրտի ազդեցության տակ գտնվածը բացի անհոդաբաշխ խոսքերից, հայանքներից եւ սեփական մեքենային շարունակ հարվածելուց մի կերպ հայտարարել է, թե ինքը պրոբլեմ չունի, քանի որ սաղ ազգային ժողովի դեպուտատների տան կրիչները ինքն է սարքում, ու բնականաբար դեպուտատներն էլ իրա կրիչն են։ Տեսնես օյաղանալուց հետո հասկացել է, բավոր ադպրավկա անեն Ղարաբաղ ու գործի քննությունը հանձն առնի հենց գլխավոր դատախազի տեղակալը։ Այդ ժամանակ կհասկանա, որ կրիչը սկսել է թափով կաթալ։ Շոֆերին տալ են հիվանդանոց, հա? Դե գնային ան ուրեմն, գնային ծառի մոտ։ Գնա ծառը գրգի։
Հասկանալի է, չէ՞, որ ծովը ծնկներից Կոլյանը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ ահա նրա ուղևորը 39-ամյա Մեհեր Բադալյանը, չնայած նույնպես գտնվել է ալկոհոլի տակ, բայց ուղեղը անջատած չի եղել ու համաձայնել է տեղափոխվել հիվանդանոց։ Իսկ ինձ մնում է գլխավոր դատախազի տեղակալին փորձեն գերտևեկություն մաղթել եւ հույս հայտնել, որ ապան կկոմպենսանցնի Պաջերոյին հասցված վնասը, չնայած ուրիշ ելք էլ չունեն։ Մի հատ հլա ասե գլխավոր դատախազի տեղակալ։ Այդ հլեին ժողովուրդ ջան, բա որ Բաղրամյան 26-ի հարևանությամբ են ոչ ադեկվատ պահված դրսևորում։ Ասում եմ, կարող ես Range Rover-ի վարորդը առյուծի կաթա խմել կամ Մակարովի գյուլա է կուլ տվել։ Ասա տնաշեն, մեծ տղա ես, դեռ թացը չորից չես տարբերակում, չնայած ինչ տնաշեն, էսի լրիվ տնաքանդ էր։ Իր անզգուշության պատճառով մինենց քյալակի մեջ ընկավ, որ վերականգնվել է տարիներ կպանջվի։ Քյալակն էլ ոստիկանական էջջիպներ, ինչպես նաև վայրը, որտեղ վերջինս շոու էր կազմակերպել։ Գրիգոր, ոչ մեկը չի անում, ողջ չի գալիս։ Արժանի շուտ արա։ Խոսուն 88-800 համարանիշներով Range Rover-ի ղեկին եղել է Պերճ Յախանեջյանը։ Դեպքը տեղի ունեցել կեսգիշերից փոքր ինչ անց, երբ վերջինս ըստ նախնական տեղեկությունների փորձելով վազանց կատարել, կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել նախագահական նստավայրի հարևանությամբ կայանված ոստիկանական ջիպին։ Վերջինս էլ հարվածից առաջ է ընթացել եւ բախվել քարե ծաղկամանին։ Շորճավարի քշել է 120 Դու պատկերացրու այս փողոցում էս չի բար ուրիշ տեղեր կզվռնի։ Բախման հետևանքով Յախանեջյանը, բայց ինչ էլ ազգանունն է, չէ, ու երկու ոստիկաններ տեղափոխվել են հիվանդանոց։ Հուսամ, որ երիտասարդը հասկացել է, թե ինչի մեջ է հայտնվել։ Հերիք չի ոստիկանական մեքենան նոկաուտի ենթարկել, մի հատ էլ նախագահական նստավայրի մոտ։ Այ եթե նրան բան չպատահեր ու վթարից հետո լիներ դեպքի վայրում, կհասկանար արարքի լրջությունը։ Քանի որ ժամանել էին Հայաստանի փոխոստիկանապետը, Երևանի ոստիկանապետը, Մալայցիայի եւ Արաբկիրի ոստիկանապետերը, ազգային անվտանգության մեծ թվով աշխատակիցներ ու այսպես շարունակ։ Ստեղ են ասում, տղա ջան, պապապատ մեղք չէ։ Դու դեռ վելա։ Բանալիով չէ բանալի։ Իդեպ մի ուրախալի հանգամանք Յախանեջյանի համար այնուհանդերձ կա։ Վերջինս ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ սթափ է։ Նախաքննությամբ կպարզվի դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները, բայց մի բան ակնհայտ է։ Սովորաբար գիշերային ժամերին, երբ ճանապարհներին մեքենաների առատություն չի նկատում, վարորդները կորցնում են զգոնությունը, ինչն էլ հանգեցնում է նման պատահարների։ Իսկ վիրավոր ոստիկաններին եւ Յախանեջյանին առողջություն։ Անդրադառնամ Սարի թաղում 9-րդ նրբանցքի տներից մեկում ծակած հրդեհին 1000 ենք ասել։ Այն անտեր հրդեհային անվտանգության կանոնները պահպանեք էլի։ Դժվարա գոնե կրակ մարիչ պայել։ Հիմա տեսնում եք, թե ինչպես են թիվ 3 եւ 8 հրշեջ փրկարարական ջոկատները պայքարում կրակի դեմ։ Ոչինչ։ Այս ավտոտնակ հիշեցնող կառույցը ավելի շուտ արհեստանոցի էր նմանվում։ Այնտեղ գտնվածներից, որոնցից մեկն էլ ստացել էր թեթև վնասվածքներ, այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչից է ծագել հրդեհը։ Բայց փաստն այն է, որ զրովեց Մակնիշի մեքենան ամբողջովին այրվել էր, երկու մեքենա էլ վնասվել։ Հասկացանք, որ ազանգելուց լավ է։ Ավելին, ուրախ ենք, որ մեզանում արդեն այդ մշակույթը ձևավորվել է։ Ու դա թերևս փրկարարների եւ հրշեջների արդյունավետ աշխատանքի շնորհիվ, բայց չէ կարող նենց անել, որ չհազանգեք։ Եթե պահպանեիք կանոնները, հիմա երկու մարտական հաշվարկ, շտաբօգնության բրիգադ կամ գազի ծառայության աշխատակից չեր գա։ Ժողովուրդ ջան, զգոն եղեք։ Այդ անտերը հանակ չի, ոչ մեկին չի արթնում։ Գալուց էլ հետևից լուրջ հետ կա թողնում։ Իսկ հիմա անդրադառնամ անդառնալին։ Տեսնում եք Արարատի մարզի Դեղցուտ կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին կանացի այս աքսեսուարները։ Միանգամից հասկանալի էր, որ ինչ որ լուրջ բան է կատարվել։ Դեպքի վայր անմիջապես շտապել եմ ազանգից հետո, սակայն հասնելուց մի քանի րոպե առաջ մահացած երկու աղջկան տեղափոխել են։ Ավտոբուսը փչացել է, այդ աղջիկը դուրս են եկել ավտոբուսից, որ գյուղ է։ Ավտոբուսից չել են ոտով։ Այո, ոտով որ գա։ Հեսա, դի արումն է կա, ստե ա եղել։ Արի հրա, ճայրան հետ կա։ Տելեֆոնի կտորը։ Հա, իրա ձեռի տելեֆոնի կտորը։ Այդ հարվածից։ Այդ հարվ լրվել է մեջ։
Էսը ծռը հանել են։ Այդ ցելոֆոնն էլ միրգն է եղել էլի։ Հենց այդ միրգ կար, հա, Մահացածները ներքին դվին գյուղի բնակչուհիներ, 30-ամյա Հրանուշ եւ 31-ամյա Մարինե Աբրամյաններն են, որ եղբայր աղջիկներ, ահա որը։ Վրայերթի հեղինակ տականքը դեպքի վայրից ճողոպրել էր, ինչպես հետո պիտի պարզվեր, զրոյութի ղեկին եղել է 28-ամյա Նորայր Գասպարյանը։ Նրա մեղսակցությունը ոստիկանները պարզել էին կարճ ժամանակում օպերատիվ տվյալների հիման վրա։ Պարզել են, որ ապրում է Արարատի մարզի Գետազատ գյուղում։ Զրուցել են գյուղապետի հետ։ Մի խոսքով նապաստակի հայտնաբերումը ժամանակի հարց էր։ Սակայն ժամեր անց վերջինս իմանալով, որ Արտաշատի ոստիկաններն ու քննիչներն արդեն հելել են իր պոչի վրա, ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել մեղքը։ Գլխի բանն է, մազերի բանն է։ Պատկերացրա հարվածը ինչքան ուժեղ է, որ կոշիկները հակից ընկնի։ Հիմա տեսնում եք, թե ինչպես են քննիչներն ու ոստիկանները ուժեղացված հսկողությամբ դրան բերել դեպքի վայր։ Մատնացույց է անում եւ պատմում, թե որտեղ է հարվածել Վրայերթի ենթարկվածներին, հետո որտեղ է հայտնաբերել նրանց եւ ինչ վիճակում։ Այնուհետեւ ճանապարհի, որ հատվածում է թողել ավտոմեքենան, որտեղ է գնացել Վրայերթից հետո, ասում է, թե վախեցել է հաշվի հարդարից։ Դրա համար էլ ճողոպրել է։ Իրանք ագին տեղ եկել է ոտով։ Այդ աղջիկները։ Աղջիկները եկել են, որ պիտի եղբայրը գար մեքենայով իրանց վերցնել։ Էս եթե մահացածների հարազատների ձեռքից էլ պրծնի, միևնույն է, Աստծո դատաստանը անխնա է գտնվելու։ Երկու օջախից զուխ մարեց, նապաստակի նման ճողոպրել էր ու չէր փորձել պարզել, իսկ գուցե ողջ են, ինչով կարող է օգնել։ Համոզված եմ, երկար տարիներ կանցկացնի բերդում, մահացածների հարազատներին էլ տոկունություն եւ համբերություն, ու մի խնդրանք, ձեռ մի տվեք դրան։ Միևնույն է, իր հասանելիք պատիժը ստանալու է։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը ուղղամիտ լինենք, ճիշտ ապրենք եւ պաշտպանենք ճշմարտությունը։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս։ Կհանդիպենք մայիսի 17-ին ժամը 22-ին։ Աստված պահապան բոլորիս։